Մայիսի 29-ին Արցախի ներկայացության շենքի մոտ հավաք կայացավ, որի ժամանակ փաստաբան Ռոման Երիցյանը հայտարարեց, որ արցախցիները կարող են մասնակցել հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին։ Դատարանը արդեն պարտավորեցրել է ընտրողների ցուցակում ընդգրկել 3 արցախցու։ Ըստ այդ որոշման Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող անձանց քաղաքացիությունը չի կարող դադարեցված համարվել կառավարության կողմից ժամանակավոր պաշտպանություն ստանալու փաստի ուժով։ Ներքին գործերի նախարարությունը բողոքարկել է այս վճիռները, նշելով, որ դատարանը չի անդրադարձել քաղաքացիության ինստիտուտի բովանդակությանը եւ թույլ է տվել դատավարական նորմերի խախտումներ։ Երիցյանի գնահատմամբ նախարարությունը բողոքարկել է վճիռներ, որոնք ենթակա չեն բողոքարկման։ Նոր դատավարական օրենսգրքով վերաքննիչ դատարան նման լիազորություն չունի։ Մինչդեռ կայացնում է կայծակնային արագության բողոքը վարույթ ընդունելու վերաբերյալ որոշում, արձանագրելով, որ չկան բողոքը վերադարձնելու կամ դրա ընդունումը մերժելու հիմքեր։ Այնինչ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը հստակ սահմանում է, որ բողոքարկման ոչ ենթակա որոշումները բողոքարկելու դեպքում վերաքննիչ դատարանը դրանց վարույթ ընդունելը պետք է ուղղակի մերժի։ Երիցյանը հարց է բարձրացնում. եթե արցախցիները չեն ճանաչում Հայաստանի քաղաքացիներ, ապա ինչպես 070 ծածկագրով անձնագրեր ունեցող մի շարք դատավորներ վճիռներ են կայացրել Հայաստանի արդարադատության համակարգում։ Բազում արցախցիներ չունենալով Հայաստանի Հանրապետության իրենց լեզվով ասած քաղաքացիություն, Հայաստանի Հանրապետության դատավորի պաշտոն են զբաղեցրել։ Հայաստանի Հանրապետության դատավոր ինչ հաստատում իրականացվել է ապօրինի արդարադատություն, հիմա այդ մարդկանց դատած մարդիկ իրավունք ունեն դուրս գալ, որովհետև դատավորի պաշտոնը կարող է զբաղեցնել բացառապես Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Նույն ձևի նաև քննիչներ, դատախազներ, բարձրաստիճան զինվորական սրանք բոլորը հանրային ծառայողներ են եւ ըստ էության կարող են հանրային ծառայության պաշտոն զբաղեցնել միայն այն դեպքում, եթե հանդիսանում են Հայաստանի քաղաքացի։ Օրենքով բացառությունը միայն վերապահված է թիմին։ Civilnet-ը հարց ուղղեց Արթուր Օսիպյանի մասին, որը 11 օր է հացադուլի մեջ է եւ Փաշինյանից ներողություն է պահանջում իրեն փախած անվանելու համար։ Նրա առողջական վիճակը վատթարացել է, բայց այնուամենայնիվ Հայաստանի Հանրապետության իշխանության հետ սա վեճ ինչ ուզում ալնի։ Հանրային մեջ ճնշում։ Արթուր Օսիպյանի կալանավորումը երևի Հայաստանի Հանրապետության են անհիմն քաղաքական ռեպրեսիաների հետևանքով կայացրած կալանավորման դատական ակտերի առաջին տասնյակում է դասում։ Մեղադրում են խուլիգանության, բռնության կոչի եւ ընտրական քարոզարշավին խոչընդոտելու մեջ։ Քննիչին հարց են տալիս, ասում եմ ընտրությանը ո՞նց է խոչընդոտել, կամ քարոզարշավին ո՞նց է խոչընդոտել։ Գիտեք պատասխանը, ասում է վարչապետին ոչ հաճո հարցեր է տվել։ Հավելենք, որ մայիսի 26-ին դատարանը անվավեր է ճանաչել Արցախի ներկայացուցչության շենքի նկատմամբ սեփականության իրավունքը, վայր, որտեղ տեղի է ունեցել այսօրվա ակցիան։ 1997 թվականին կառավարության որոշմամբ հատկացվել է Արցախի Հանրապետությանը։ 2025 թվականին Ազգային անվտանգության ծառայությունը սկսում է ուսումնասիրություններ, զեկույց ներկայացնում գլխավոր դատախազությանը, գլխավոր դատախազությունը հայց է ներկայացնում դատան։ Գիտեք հայցը ինչով են պարզաբանում։ Ասում է դե որոշումը եղել է կառավարության, բայց նվիրատվության պայմանագիր չի եղել։